տեսեք, ամեն անգամ այս վերջի տարիների ընտրությունների հետ կապված միշտ խոսում է, որ պետք է ընդդիմությունը միավորվի մեկ ճակատով, հանդես գա գուցե մեկ ցուցակով, բայց տեսնում ենք, որ ամեն անգամ չի ստացվում, գնալով օրինակ 21 թվականի համեմատ այս տարի ավելի շատ մանր ուժեր կան ընդդիմադիր իրենց համարող, ինչու նախ չի ստացվում ընդդիմադիր ուժերի միավորումը, արդյոք իսկապես ներ ընդդիմադիր ամբիցիաներն են, որ թույլ չեն տալիս, եւ ելի այդ պարակտումը զգացվում է, ելի հիմա հակամարտություն է սկսվել ձեր թիմակիցների եւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջեւ, բայց մի փոքր նյուանս կա, ոչ այդքան ուղիղ ձեր, այլ ձեր փեսայի Միքայել Մինասյանի թիմակիցների ու Քոչարյանի միջեւ այդ բանը այդ պատերազմը նորից վերսկսվել եւ Մինասյանի թիմակիցների այդ հարցակումները նաեւ ձեզ են վերագրում, նախ սրա մասով ինչ կասեք, դուք կապ ունեք իրենց հետ կապ չունեք եւ ի վերջո ինչու չեք կարողանում լեզու գտնել Քոչարյանի հետ կամ ինքը ձեր հետ։ Դեք նախ ես բոլորի հետ կապ ունեմ եւ իմ գործելավոճը մի քիչ ուրիշ է։ Ես որևէ մեկին ոչինչ չեմ պարտադրում։ Իմ գործընկերներին հարցրեք, իրենք կասեն։ Բայց նույն հետևում եք, որը դուք այո, իհարկե ոչ միայն հետևում եմ, փորձում եմ մի ուղղությամբ տանել, այնտեղ որտեղ ինձ հաջողվում է, որտեղ չի հաջողվում, չի հաջողվում։ Բայց ասեմ, որ ես երբեք չեմ ասել, որ մի ցուցակով պետք է գնան, ես դա չեմ համարում օգտակար, որտեղ այդպես գնալու պարագայում վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը ավելի քիչ ձայն կտանեն, ավելի քիչ քվե կտանեն, քան երբ որ 2-3 մեր շագատներով մասնակցեն։ Իսկ եթե տարբեր ուժեր են մասնակցում, ովքեր զրո ամբողջով են սկսելու կամ ավարտելու իրենց արշավը եւ ընտրությունների օրը զրո ամբողջ քանի տասորդական, դեք երևի փոր ձեռք բերելու համար է։ Զինվորականները երբ որ չի վնասի դաշտին։ Իհարկե վնասում է։ Իհարկե վնասում է։ Իհարկե վնասում է, բայց ինչ անենք։ Ինչ անենք։ Ձեր հետ են կապում այդ մարդկանց։ Դե ինձ հետ գիտեք սկսած օրենքով գողերից դուրս եկած տարբեր կուսակցությունների, տարբեր մարդկանցով ում բարևում եմ, ինձ հետ են կապում։ Դե դա իմ ճակատագիրն է, ես դրան դեմ չեմ, ում ուզում են թող ինձ հետ կապեն։ Բայց համացանցում չեք տեսել այդ ձայնագրությունները եւ այլն տեսագրությունները, թեև այն ժամանակ ես դեռևս Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ եւ ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարար։ Իսկ երբ որ զինվորականները նորից եմ ասում, գնում են եւ ստորաբաժանումներ են ստուգում, այն սպաները, ովքեր առաջին անգամ են քննությանը մասնակցում, ասում են պրակտիկա ձեր բերես, բալուչիլ պրակտիկու, գնահատական չեն նշանակում։ Այնպես որ մի քիչ ներողամիտ եղեք։ Քոչարյանին էլ եք ընդդիմադիր համարում եւ ձեր թիմակիցներին կհորդորեք։ Ոնց իհարկե, ընդդիմադիր է, բա ինչ է։ Անգամ Սամվել Կարապետյանի կամ Իհարկե, ես շատերից ավելի եմ ցանկանում, որ Հայաստան դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի։ Դա մեր բոլորիս օգուտն է։ Պարոն նախագահ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինձ չընտրեք սեպտեմբերին պատերազմ է լինելու, դուք էլ եք եղել երկրի ղեկավար, թշնամին այնքան բարեհամբույր է, որ ասում է, որ օրը որ ժամին է հարձակում գործելու։ Գիտեք, նախ ասեմ, որ բոլոր սոցիոլոգիական հարցումները խոսում են այն մասին, որ մեր բնակչության մեծամասնությունը այն հարցին, թե իշխանափոխության պարագայում ավելանում է պատերազմի վտանգը, թե պակասում, մեծ մասը ասում է պակասում է։ Մի ամբողջական մաս էլ ասում է, որ ոչինչ չի կորում։ Այսինքն նրանք, ովքեր ասում են, որ իշխանափոխության պարագայում պատերազմ կլինի, փոքրամասնություն են մեր հասարակության մեջ։ Շանտաժ է դա։ Դե ախր այս մարդկանց գործելակերպը ինչ վատ վարկա կարող է գնահատել։ Շանտաժ է, զրպարտություն է, սուտ է, ասեց չէ։
այս մարդկանց ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Իսկ եթե մարդ ամոթ չունի, նշանակում է ներքին արգելակներ չունի։ Իսկ եթե ներքին արգելակներ չունի, լեզուն առաջ անում էլի։ Ինֆորմացիան որտեղից իրեն ուղղակի որոնց հենց սեպտեմբերին։ Իրան։ Դե երևի իրանց գործընկերները ասել են։ Պարոն Սարգսյան, ըստ էության Կամ էլ սեպտեմբերից իրանց հասկու վախեցել է, որտեղ առաջ խոսորան սեպտեմբերին ասել։ Հա։